ապային համոզել։ Ես որևէ մեկին չեմ համոզում, պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավորները, իրենց պարտքը, պատասխանատվությունը եւ պարտավորությունը արել են, շարունակելու են կանգնել այդ գործընթացի կողքին եւ իսկ եթե մարդիկ կան, որ համարում են, թե Նիկոլից ազատվելու համար իրենց լրացուցիչ երաշխիքներ են պետք, եթե մարդիկ կան, որ համարում են ԿՊ-ից հետո պիտի միանան գործընթացին, կամ մարդիկ կան, որ այլընտրանքային օրակարգեր ունեն Նիկոլի դեմ պայքարից զատ, օրինակ, չգիտեմ, հանրապետականի մասին ստեր տարածելը, դա իրենց գործն է եւ իրենց օրակարգն է։ Մենք մշտապես ասել ենք հանրապետական կուսակցության խորհրդի ուղերձում, հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ուղերձում, հանրապետական կուսակցության ղեկավարի նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարություններում միշտ մի թիրախ կա. Նիկոլ, դավաճան Նիկոլից ազատվել, վերականգնել մեր պետությունը եւ ապահովել մեր ազգի հարատեվությունը։ Գործընթացի վերջնարդյունքը ժողովուրդը երբ է տեսնելու եւ ձեր կողմից նշված ակտիվ գործընթացները երբ են սկսվելու։ Ես կարծում դրա մասին խոսելու փոխարեն այդ գործընթացներին կամ ականատես կլինի մեր ժողովուրդը, մեզ հետ կկիսի այդ ծանրությունը, պատասխանատվությունը ու կգնանք դեպի հաղթանակ, կամ Աստված մի արասցե Նիկոլն էլի կհաջողվի մեզ կոտրել, մասնատել այն սև ու սպիտակի եւ ատելության միջոցով։ Ես հույս ունեմ, որ դա այսօր չի լինի, ես հույս ունեմ, որ այս գործընթացը այդպես չի ավարտվի, մենք պատրաստ ենք, նորից եմ կրկնում, վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կողքին լինելու, իր հետ այս ճանապարհը, ծանր ճանապարհը անցնելու, որը ոչ թե իշխանություն ունենալու մասին է, այլ Հայաստանի Հանրապետությունը դավաճաններից ազատելու մասին է։ Վեհապարին հեռացնելու գործընթաց է մեկնարկել, ունի իր ծրագիրը, խումբ է հավաքում, ասում է պետք է այդ հանձնախումբը զբաղվի վեհապարի հեռացմամբ, այս ուղղությամբ քաղաքական ուժերը ինչ անելիք ունեն։ Քաղաքական ուժերը պիտի հեռացնեն դավաճան Նիկոլին, որովհետև իր հետ չքվելու են տասնյակ հազարավոր պրոբլեմներ, ռիսկեր ու խնդիրներ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջ։ Այն տեսարանը, որ մենք տեսանք մի քանի օր առաջ Թուրքիայում, դա հայ ժողովրդի համար ամենատեսանելի եւ ամենաակներև բանը պիտի լիներ, որովհետև հայ ժողովուրդը, հայ առաքելական եկեղեցու հետևորդները ծնկաչոք գնում են Էջմիածին, իսկ դավաճան Նիկոլը ծնկաչոք ոտաբոբի գնում է իր տիրոջ Էրդողանի մոտ եւ քանի որ ինքը իր տիրոջ մոտ ընդունելության է արժանանում, ուրեմն հայ ժողովրդի կողմից պիտի զրկվի ընդունելության հնարավորությունից։ Դա պիտի Հայաստանում տեղի ունենա եւ տեսանելի լինի։ Շնորհակալություն։ Վահան Մամեդյանի